Բարի լույս սիրելիներ, այսօր 6-րդ կիրակին է մեծ պահքի, որ կոչվում է նաև Գալստյան կիրակի։ Այո, այս կիրակին մեզ չի պատմում մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ Գալստյան մասին, քանի դեռ մեզ չի պատմել մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջին Գալստյան մասին, որտեղ Քրիստոս եկավ, որպեսզի մենք կարողանանք յուրաքանչյուր մեկս հաշտվել Հայր Աստծո հետ։ Աստծո որդին մարմնացավ, որպեսզի մենք կարողանանք այդ ճանապարհով հասնել Աստծո հետ հավիտենության։ Այո, առաջին գալուստը սիրելիներ մարդու վերականգնման պատմությունն է, մարդու կազդուրման պատմությունն է, մեր բառերով ասած վերակենդանացման պատմությունն է, որովհետև մարդը մեղքի մեջ մեռած էր։ Գալստյան կիրակին նաև մեզ հիշեցնում է մեր փոխհարաբերությունը Աստծո եւ մարդկանց հետ, վերականգնում է մեր մարդկային պատկերն ու դիմագիծը եւ Աստծո ունեցած նմանությունը։ Ուրեմն սիրելիներ, տեսեք Մատթեոսի ավետարանի 22-րդ գլխում ինչ է ասում մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Իսկ փարիսեցիները, երբ լսեցին, թե նա պապանձեցրեց սադուկեցիներին, իմի հավաքվեցին, եւ նրանցից մեկը նրան փորձելով հարցրեց ու ասաց. «Վարդապետ, օրենքի մեջ ո՞ր պատվիրանն է մեծ»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ Այս է մեծը եւ առաջին պատվիրան։ Եվ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքը եւ մարգարեները»։ Թվում է, թե երկու պատվիրանի իշադակություն է անում, բայց որpիսի մենք կարողանանք հասկանալ Աստծո որդու, Աստծո խոսքի մարմնավորման առաքելությունը, մենք պիտի հասկանանք, որ այս երկու պատվիրանների մեջ կա մի հստակ բառ, որ հիմքն է այդ պատվիրանների՝ սիրելը։ Առաջին գալուստը մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրո արտահայտությունն է իր կողմից ստեղծված մարդու նկատմամբ, եւ մեզ պատվեր է տալիս, որ մենք էլ այդ սիրով լցված լինենք, սիրենք Աստծուն եւ սիրենք մեր նմանին։ Չկա ավելի մեծ բան հասկանալու եւ գնահատելու համար Աստծո որդու մարմնավորումը։ Հետևաբար, սիրելիներ, այս գեղեցիկ կիրակի խորհրդով կուզեմ, որ յուրաքանչյուր մեկը անդրադառնաք ձեր սրտում տրված սիրուն, սեր Աստծո նկատմամբ, սեր հայրենիքի նկատմամբ, սեր մշակույթի նկատմամբ, լեզվի նկատմամբ, մարդկանց նկատմամբ, սեփական տան նկատմամբ, ընտանիքի նկատմամբ, հողի եւ ջրի նկատմամբ։ Այդ սերն է, որ կարողանում է մեզ ծանոթացնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, որովհետև եթե մենք չենք սիրում արարչությունը, մենք չենք կարող հասկանալ, թե ինչպես կարող ենք սիրել արարչին։ Հետևաբար արարչությունը մեզ պատմում է արարչի մասին։ Իսկ ես դուք յուրաքանչյուր մեկս այդ արարչության մի մասն ենք։ Սիրենք միմյանց, դրանով իսկ կսիրենք Աստծուն, պահելով այս երկու պատվիրանները, կընդունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հասկանալով ու ընկալելով առաջին Գալստյան մեծությունը, խորհրդավորությունը եւ կարեւորությունը մեր փրկության պատմության մեջ։ Բարի եւ խաղաղ կիրակի ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։